Բարի օր։ Այսօր մենք ձեզ հետ միասին կպատրաստենք վիետնամական սատայ խորոված, ամերիկյան մարմարյա խոզի մսից, իսկ ավելի կոնկրետ պարանոցի մասից։ Ահա այսպիսի հիանալի կտոր։ Այն կտրատում ենք մոտավորապես 1.5 սանտիմետրանոց խորանարդիկներով։ Դե ինչ, սկսում ենք մարինացնել, կսկսենք իհարկե աղից։ Սև պղպեղ, սխտորի փոշի, մի փոքր քրքուը, մի քիչ կարի մածլուկ, մենք օգտագործում ենք կարմիրը, սոյայի սոուս, վերցնենք մի քիչ կոկոսի կաթ, և ավելացնենք մի քիչ համեմի սերմեր։ Այս ամենը շատ լավ խառնում ենք, որպեսզի ամեն ինչ համաչափ խառնվի։ Եվ թողնում ենք մարինացվի 3-ից 4 ժամ, իսկ ցանկալի է ամբողջ գիշեր։ Խորովածի համար մենք օգտագործում ենք ահա այսպիսի շամփուրիկներ բամբուկից։ Դրանք նախապես պետք է թրջել սովորական ջրի մեջ։ Քանի դեռ մեր խորովածի միսը մարինացվում է, պատրաստենք սոուսը։ Դրա համար մեզ պետք կգա գետնանուշ, կարի մածուկ, ձկան սոս, կոկոսի կաթ, լայմ, աղ, շաքարավազ և ջուր։ Սկսենք։ Սոուսի ամբողջ պատրաստումը տեղի կունենա սանդի մեջ։ Լցնում ենք գետնանուշը և սկսում ենք այն տրորել։ Գետնանուշը տրորեցինք մածուկի պես և հիմա սկսում ենք ավելացնել կարի մածուկը։ Ձկան սոուսը, կոկոսի կաթը, կես լայմի հյութը, մի քիչ շաքարավազ և մի պտղունց աղ։ Այս ամենը լավ խառնում ենք։ Ամեն ինչ հարմեցինք և ավելացնում ենք մի քիչ ջուր։ Սոուսի անհրաժեշտ խտությունը ստանալու համար պետք է ստացվի լավ սոուսի խտություն։ Տաքացնում ենք թավան, լցնում բուսական յուղը։ Խորովածի միսն արդեն մարինացվել է։ Հիմա կսկսենք պատրաստելը։ Հենց խորովածները։ Թավան տաքացար։ Սկսում ենք տապակել մեր խորովածները։ Տապակում ենք խորովածները բոլոր կողմերից։ Մոտավորապես 2 րոպե։ Մեր խորովածներն արդեն գրեթե պատրաստ են, սկսենք ձևավորել ափսեն։ Վերցնենք մի քիչ աղցանային միսք։ Ավելացնենք վարունգ, մի քանի թարմ չերի լոհիկ։ Օգտագործում ենք լայմի կեսը։ Վերջ, մեր խորովածները պատրաստ են, դնում ենք ափսեի մեջ։ Եվ իհարկե չենք մոռանում կոկոսի կաթով և ընկույզի մածուկով մեր սոուսի մասին։
Ահա, խնդրեմ, այսպեսի ուտեստ ստացվեց մեզ մոտ։ Սատայ խորոված կոկոսանգուզային սոուսով։ Վայ ախոժակ,